Աստված սիրություն եւ մարդասիրություն։ Ուրեմն կշարունակենք ես եմ ջամփան ճշմարտություն եւ կյանքը խորհրդածություններու շարքը։ Ինչու աստվածասիրության եւ մարդասիրության բادرիրանները իրար մի անբաժան կներկայացվին։ Աստվածասեր եղողը չի գրնար մարդասեր չլա։ Անոր աստվածամոտ է նաեւ մարդամոտ պետք է լա։ Աստվածասիրությունն ու մարդասիրությունը միևնույն ջուղին վրա հասունցած երկու բդուղներ են։ Միևնույն երկնագամարին վրա կողքովի բսմղացող երկու աստղեր են, անոնք երկաթուղիի զուգահեռ երկու գիծերուն նման զուգընթացաբար գարաշնորթեն մեկ եւ նույն դեղը արկայություն։ Ինչպես մարմինը գմերնի առանց շունչի, այնպես էլ մարդկային մեր հոգիները գմերնին առանց սիրո։ Սերն է որ կյանք կբարգեւե մեր հոգիներուն։ Ինչպես արևակունքին լույսն ու գրագը իրար մեջ են բաժնվիր, նմանապես էլ այս երկու առաքինությունները իրար մեջ են բաժնվիր։ Ամբը իրական ամբ ընողը անոր մեջի ճուրն է, իսկ աստվածասիրությունը իրական աստվածասիրության վերածողը անոր յետին կանգնող մարդասիրությունն է։ Ինչպես իր ներսիտին առաջ ճուր ունեցող ամբն է որ գանձրևե եւ գորոկե ցամքած արդերը, այնպես էլ Քրիստոսի արած սիրով լիացածները միայն գրնան արադավես հակեցնել ծարավը գաթիլմը սիրո բաբագ ունեցողներուն։ Չնմանինք ամբերու, որոնք գորադան եւ սակայն դեղացնելիք անձրև չունին։ Մեր եղբայրսիրությամբ փաստենք, որ լոկ որոդացող ամբեր չենք։ Հովանես Արաքյալ իր առաջին ընտանեկան նամակի մեջ գսե. մենք գիտենք, թե մահեն կյանքի անցած ենք, ապացույց, որ մեր եղբայրները կսիրենք, ով որ իր եղբայրը չի սիրեր, մահվան ենթակա կմնա։ Մեր եղբայրսիրությունը ապացույց մնե Քրիստոսով եւ Քրիստոսի մեջ հայտնված նոր կյանքին շարանկոտներն եք։ Եթե երբեք մեր նմանը սիրելը մահեն կյանքի անցած լալու ապացույց է, ուրեմն մեր նմանը չսիրելը մեր մեռած լալուն ապացույցն է։ Փաստենք հետևաբար, որ մահեն կյանքի անցած ենք սիրելով մեր նմանը։ Անմարտասիրությունը մահասիրությանը լալու գողքին նաև մարտասմանությունն է։ Արաքյալը կշարունակե ասելով, ով որ իր եղբայրը գադե մարտասման մնե, եւ գիտեք, թե որևէ մարտասման հավիտենական կյանք չունի իր մեջ։ Գայենին եղբայրադեցությունը չէր որ զինք առաջնորդեց իր եղբայրը սպանելու։ Օրենքի ուսուցիչներուն եւ փարիսեցիներուն ադելությունը չէր որ զիրենք մղեց Քրիստոսի մահը բանջելու։ Սավուղալ գադեր Դավիթը եւ սպանել գուզեր զանիգա։ Ինչ ահավոր բան է ադել մարդը, որ Աստուծո քուրքուրանքին եւ սիրույն առարգան է։ Ով գիտե թե որքան կխոցոդենք Աստուծո քաղցր սիրտը, երբ գադենք իր սիրով ու իր սիրույն համար ստեղծված մարդը։ Պետք է խոցոդել մարդը, որուն վերքերը Աստված իր վերքերով բուժեց։ Պետք է անհանգստացնել մարդը, որու մեջ Աստված հանգչիլ գուզե։ Մեզ մե ով պիտի ուզեր, որ իր սիրածուն զավակը բոլորին ադելության առարգան դառնար։ Մեզ մե ով պիտի ուզեր, որ իր ուրախության պատճառը եղող իր զավակը ուրիշներուն նախանցին պատճառ դառնար։ Ինչպես որ մենք չենք ուզեր, որ մարդիկ ադեն մեր սիրածները, այնպես էլ Աստված չուզեր, որ ադենք մեր նմանները, որոնց հանդեպ անչափ սեր ունիան։ Հովաննու ավետարանի մեջ դերը ասավ. ինչպես ես ցեզի սիրեցի, դուք ալ իրար սիրեցեք։ Սա խոսքով Քրիստոս կտելատրե, որ իրար սիրենք այնքան եւ այնպես, որքան եւ ինչպես ինք մեզ սիրեց։ Ան մեզ այնքան սիրեց, որ իր կյանքը զոհեց մեզի համար։ Հետևաբար Քրիստոսի ասել ուզածը այն է, որ մենք այնքան պետք է իրար սիրենք, որ պատրաստ լանք մեր կյանքն իսկ դալու իրարու համար։ Միայն զասված սիրողը չէ որ քրիստոնյա է։ Քրիստոս միայն զասված չէր որ սիրեց, այլև մարդը։ Քրիստոս գադարյալ աստվածասեր եւ գադարյալ մարդասեր էր։ Ան գադարյալ աստվածասիրության եւ գադարյալ մարդասիրության ախոյան հանդիսացավ։ Քրիստոնեությունը աստվածասիրության եւ մարդասիրության գրոնք է։ Այս է նաեւ նոր գդագարանին ուսուցումը։ Ով որ զասված գսիրե, պետք է իր եղբայրն ալ սիրե։ Հովանես Երզնգացի վարդապետ գսե. ամեն մարդ որ զասված գսիրե, պետք է սիրե նաեւ իր եղբայրը, որովհետեւ մեր եղբայրը սիրելով է որ մեր սերը հայտնած կլանք Աստուծո նկատմամբ։ Իսկ Հովանես Արաքյալ գսե. ով որ չի սիրեր իր եղբայրը, որ կտեսնե, ինչպես կրնա սիրել զասված, որ չի տեսներ։
անդեսանելիին հանդեպ մեր սերը գաբացուցվի դեսանելիին հանդեպ մեր ցուցաբերած սիրով։ Ինչ է իմաստը, ով որ չի սիրեր իր եղբայրը, որ գտեսնե բարերուն։ Արաքյալին ասել ուզածը այն է, որ եթե չենք սիրեր կորզնականորեն օգտակար դառնալ մեր եղբոր, որ գտեսնենք կարոդյալ եւ դժվար վիճակի մեջ, ինչպես կհանդգնենք մենք մեզ աստվածասեր հայտարարել։ Մարդիկ իրենք է որ մեր սիրույն կարոտ են եւ ոչ թե աստված։ Ինչ օգուտ եւ սեր գծուցաբերենք աստուծո հանդեպ, որուն կարոտ չէ բնավ եւ սիրո ոչ մեկ գաթիլ մարդոց, որուն այնքան կարոտ են։ Ինչ օգուտ, երբ գսիրենք Աստված, բայց չենք սիրեր մարդը, որին սիրուն համար Աստուծո սիրտը սրախողող եղավ խաչին վրա։ Չանանք երկրի վրա ցերկ ցկել Աստվածասեր եւ մարդասերը լալու վարժությունը, որովհետեւ հավիտյանական մեջ մեր ժամանակը Աստված սիրությամբ եւ մարդասիրությամբ պիտի անցնենք։ Հաջորդին պիտի անդրադառնանք մարդ չի կրնար երկու դերերու ծառայել նյութի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, հավիտյանը մինչեւ հավիտյան, ամեն։ Քանի վարգյան լուր նստենք սիրել։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո, ամեն։ Քրիստոս հարյավ մեռելոց։ Քրիստոս հարյավ մեռելոց։ Քրիստոս հարյավ մեռելոց։ Այսօր քիչ եք Քերեզման կացող գիները քանի հոգի էին։ Երեք հոգի են, յուղապեր կանայք, որոնք Աստուծո հարության լույսը առաջին իրեն կահան։ Անկամ առաջի սիրելի աշակերտը չարավ, այլ գիները, որովհետև քաչապար կացին թևի քերեզման։ Հիմա մենք զադիգը դոնեցինք, ուրախացանք, որ պիտի ճաշ ուտենք այլևս, հավգիտները գերանք, միսերը գերանք, բայց շատ ադեն մարդս աս բարաբության արչև գգենա։ Ինչ տեսակ բարաբություն, որ հոգին գգերագրվի մեծ պահոց ընթացքին, աղոտները գշատնա, ավակ շաբաթ ավելի գշատնա, ամեն մարդ հոս է, ամեն մարդ լավ հոգեվիճակի մեջ է, եւ զադիկ կլա եւ գիչնա գալձես։ Եվ միշտ հարցում գարաչանը, լավ, ինչը սեր է, զադիկը դոնեցինք, ես ինչպես պիտի պահեմ այդ ուժը, որ լեցուցեր է իր մեջս, պահոց ընթացքին։ Եվ եղեցի մեզի գտելադրե, որ այդ հոգին, որ առած ենք, արդեն ազատագրված, փարավոնի լուծեն ազատած մարդը, փարավոնը մահը լալով, աշխարհի իշխանը լալով, հիմա երթանք եւ Աստուծո հետ անհադաբես մտերմանանք։ Եթե նշмарած եք Հարութենեն հետո երբ որ կգարթանք ավետարանները, Հիսուս ամփոխներուն չերևիր,
Միայն Պողոս առաքյալը դեղը գսե, որ 500 հոգի մեգեն երևցավ, բայց ավելի անհադաբես գերևի կամ բզդիկ խումբերուն գերևի եւ գերևի անոնց ովքեր որ գհավադան իրեն, ովքեր որ գտեստեին, բայց չէին գիտեր հարությունը սալձը ինչ է, ովքեր որ գնային հույս ունեին, բայց կուզեին իր հետը մտերմություն անել։ Ուրեմն եթե գուզենք մենք Քրիստոս մեզի երևնա հարութենեն հետո, պետք է հին կյանքին չերթանք, որտեղ եթե միայն ամեն ցանկություններդ, գիրքերդ, փարգությունդ, չարախոսությունդ հոլդի վրա դրած էր, այսպես ասած, 7 շաբաթ, մեկ հատ թող զադիգը անցնի ես քեզի գսեմ, հա, խնդալիք է, բայց մարդիկ կանանք կնեն, գսեն հիմա Աստուծո ժամն է, չնեմ, վերջը կանցնեմ, Աստված բարավի խաչվեցավ ձեզի համար, ինձի համար, չէ որ սավ ինչ կնեմ, ես քահս պիտի բարձրանամ, որը խաչն է, կադարյալ սիրո նշանը, որը խաչեց Աստվածորդին եւ գողեն ճուր եւ արյուն հոսեցավ, որով մենք կգաբվինք իրեն, ճուրը մգրդությունն է, արյունը սուրբ հաղորդության քինին է, որով գսե ինձի միացեք։ Ուրեմն որբեսի մդերմանանք Աստծո հետ, պետք է առանցին հանդիպում ունենանք։ Դրամա եկեցին գսե 40 օրեր, 50 օր, իրար տեսնեք գսե Քրիստոս հարյավ մեռելոց։ Ոչ թե հին շրջանին վերադարձա, այլ հիմա նոր օգված։ Եվ այսօրվա խորհրդածությունը գսե, որ հարության զավակ ըլլալու նշանը Աստծո հանդեպ եւ մարդոց հանդեպ սեր ունենան։ Եվ հետաքրքիր է առաջի Հովանեսի թուղթի մեջ ինչ գսե առաքյալը։ Մենք գսենք, որ Քրիստոս հարյավ մենք մահի լուծեն ազատեցանք։ Հիմա ինչն է ադոր նշանը։ Ինչպես կգիտնաս, եթե դու մահի լուծեն ազատած ես։ Մահը այդ ոչ թե որ ֆիզիկականը օրը ամենքս մի ճաշակի ենք, այդ մահը որ հոգիդ կջնշեր, ներաշխարհդ խառնած էր, ըլլա մարդիկ, ըլլա երևույթը, ըլլա աշխարհը եւ այլն եւ այլն։ Աստծեով գսե առաքյալը։ Մենք գիտենք, թե մահեն կյանքի ածած ենք, այսինքն հարություն առած ենք։ Աբացույց, որ մեր եղբայրները գսիրենք, ով որ իր եղբայրը չի սիրեր, մահվան ենթակա կմնա։ Աբացույց, որ մենք մեր եղբայրները գսիրենք, ով որ իր եղբայրը չի սիրեր, կամ քույրը, կամ ծնողը, կամ հարազատը, հա, մահվան ենթակա կմնա, որտեվ երբ որ սիրո մեջ չես, ասել է ադելության մեջ ես, ասել է քենի մեջ ես, ասել է քոց ես։ Հիմա Քրիստոսի գերեզմանը երբ որ քոց էր, ասել էր մեջը ինչ կար, մեռել կար մեջ, մարմին կար մահացած։ Եվ որ բացվեցավ, ասել է թե հարություն առավ, կյանք տվավ գերեզմանը։ Նույնը գսե առաքյալը, եթե եղբայրը չես սիրեր, մահվան ենթակա ես, այսինքն քոց ես։ Գսես ես իմ կյանքս, ես ինձի գսիրեմ միայն, թող իմ գերեզմանից մեջ մնամ։ Բայց երբ որ սիրտդ կփանաս, լույսը կբացվի, գսես որ նո ես կուզեմ հարություն առնեմ, որովհետև ես կուզեմ իմ հին անձս իր սովորություններով, իր վարժություններով, իր ցանկություններով դուրս մնա, այդ գերեզմանի մեջ մնա եւ ես նոր հարություն առածեմ։ Եվ որպեսզի մենք սիրենք մեր եղբայրները, կարգ դրած է Աստված։ Ինչու գսե Աստվածասիրություն եւ վերջը մարդասիրություն։ Ինչու չսեր մարդասիրություն, վերջ Աստվածասիրություն։ Պատվիրաններն էլ անանք են, չէ՞։ Պատվիրաններն էլ անանք են։ Սիրեք ու դեր Աստվածդ, քո ամբողջ հոգիով, մտքով, սրտով, ամեն զորությամբ, երբ որ գարցնեն Հիսուսին։ Եվ երկրորդը, որ Հիսուս կավելցնե, սիրե քո եղբայրդ, քո անձիդ պես։ Եվ իր սիրելիներուն գսե, որ առավել քո անձիդ պես պիտի սիրես, ինչպես ես ձեզի սիրեցի։ Կտեսնեք ինչպես Քրիստոս աստիճանաբար մարդուն գուզե իր մագարտագին հանել, աստվածային սիրո մագարտագին հանել, որտեղ առաջ գիտեիք, որ քո անձիդ պես պիտի սիրես, բայց եթե ինքզինքդ չես սիրեր, չես կրնար ուրիշը սիրել, ադալ կա, բայց երբ որ կճանչնաս ինձի, կտեսնես ես ինչ մեծ սիրով քեզի կսիրեմ, այլևս ինչը սավաշագերներուն, ձեր արդարությունը պետք է
փարիսեցիներու եւ օրենսգետներուն ավելի է լավ։ Այսինքն ոչ թե ինձի $5 նվեր մտվիր, ես ակեզ $5 դամ, ինչ լավ է, ուրախ ենք մենք։ Ոչ կսե, այլևս քու կյանքդ պիտի դաստիմացնին համար։ Այլևս մեկ մղոն պիտի քայլեիր, երկու մղոն պիտի քայլեիր։ Այլևս եթե բաճկոնդ կուզեն, վերարուդ կուզեն, գլխագդալ պիտի տաս։ Որովհետև Աստված, կսե Բողոս Արաքյալը, եթե իր միածին որդին չխնայեց մեզի համար, ինչ կա որ կխնայե։ Փամ մչի խնայր։ Իրավագայ դու բարեկամիդ շատ կսիրես, զավագիդ կսես որ գնա, գիտեմ դժվար է, բայց գնա օգնե։ Թերևս կռիվ կա քաղաքի մեջ, բայց գնա օգնե։ Եթե ցուն դված ես այդ ամենեն սուղը որ քու զավակն է, ինչ կա որ չես տար։ Ուրեմն Աստվածիրությունը նախ եւ առաջ կա։ Աստծո օրենքը գիտնալը, իր սերը ճաշակելը աղոթքով եւ իր սուրբ մարմինով եւ այլն մեր սրտի մեջ, վերջը տարածել ացերը։ Հիմա երբեմն մարդիկս Աստծո գտնենք ասանք դուփիգի մեջ, կսենք դու մեջն ես, ես մեջն եմ, կյանքը լավ է, ես քեզ ուրիշների հետ գործ չունիմ, չէ՞։ Շատ մարդիկ կան, գսեմ երիտասարդները հատկապես, գրոնք բառը չեն սիրել, աս քաղաքի մեջ մոդա է, գրոնք լսել են, որ գրոնք բառը լավ չէ։ Գսեմ աս քաղաքներու համար թերևս լավ չէ, մեզի համար ի սկզբանե լավ է։ Գսեն ես հոգևոր եմ, լավ ինչ կնշանակի ադի։ Ես գսե գրոնք, ասանք, որ օրենքներ կա, գսե ես հոգևոր եմ։ Գսեմ լավ, եթե հոգևոր ես, ինչ օրենքի կհետևիս, չէ՞։ Ինչ է հիմա ես հանգիստ եմ, սուրճս խմեր եմ, ճաշս կերեր եմ, մարմինս հանգիստ է, լավ գսկամ սերը հոգևոր եմ, բայց երբ որ չեմ գնացած, կրնամ զայրանալ, կրնալ փարգանալ եւ այլն հոգևոր չեմ։ Չաշխատիր առանց կրոնքի հավատքը։ Կրոնքը մեզի գուտա այդ սկզբունքը։ Անոնամար Աստված կսե որ արքայության սկզբունքը վերեն վար է։ Քանի տեղը սա, չէ՞։ Մեկը երկինք չելած, բացի մարդու որդին, որ երկինքեն իջած է։ Ես պիտի բարձրանամ եւ ամենքը վեր պիտի քաշեմ, չէ՞։ Վեր վար։ Ոչ ոք գրնա ինձի քալ, եթե հայրը չգանչե, չէ՞։ Աս ամենը ինչ կսեն, որ վերեն վար պիտի լա։ Ուրեմն մեր հայացքը վեր պիտի լա, բայց հոնգեցած չլա։ Ինչպես երբ որ առաքյալները կացեր էին Տիրոջ հետ Թափոր լեռը։ Տեսան այդ մեծ գեղեցիկ լույսերը, աստվածային լույսներ, այդ լույսը որ արևի լույսեն տարբեր է որակով, հա։ Պետրոսը ինգավ, ասանք հոգևոր էֆորիայի մեջ հանդիսավ։ Ասավ դեր հոս մնանք։ Ինչ լավ է հոս մնանք, ասենք դուք ալ լավ եք, մենք ալ լավ ենք, լավ մնանք, տաղավար շինենք, ասենք դունիկ մշինենք։ Դերը տվավ ասավ որ Պետրոս վարիչն ենք։ Դեր կորս կա։ Ասավ մարդու որդին պիտի խաչվի։ Պետրոսն ասավ չլավ ոչ խաչվի։ Ոչ ասավ դու սատանայից յետևս անցի պետք է խաչվի։ Ասածս որ միշտ կարգը կարևոր է։ Ադոր համար պետք է փորոդին պես ավետարանի ինչն ենք երթանք ինանք Աստծո արչև։ Ուղղակի ավետարանը գսե փորոդը հերոին չգանչեց ինչպես 10 փորոդները։ Փորոդը եկավ եւ իր ոչնչությունը, տգարությունը, հիվանդությունը հասկանալով ինգավ գեդին գսե Աստծո արչև։ Ինչ կսենք Աստուծո երկրպագեսու։ Ինգավ գեդին եւ ասավ, չսավ ինձի բժշկել։ Ասավ եթե գուզես կրնաս բժշկել։ Այսինքն եթե քեզի հաճելի է ինձ իմ առողջը լալս, ցուն գրնաս։ Իսկ թե գվստայեմ քու գամքի, թե գվստայեմ քու զորությանը, որ գրնաս ադիգան։ Ադոր համար մենք ալ Աստծո արչև երթանք ինանք իր արչև, այդ մդերմիկ հանդիպումները աս հարության օրերուն, ասենք որ դեր մեզի սիրել սորվեցուր, քու սերը թող անչափ տակցնե մեր սիրտերը, որ աս ամբողջ մարդկության համար որ թուն խաչվեցար, թաղվեցար եւ հարություն արել, ես ալ գնամ իրեն սիրեմ, որտեվ այն ադեն է, որ ինձի թուն պիտի սես բարի եւ հավատարիմ ծառա, որտեվ իր այն, ինչ որ ես սրի այս աշխարհի համար։ Աստված զորացնե հարության այս գեղեցիկ օրերը թող անցնին աղոթքով եւ Քրիստոսի հետ մտերմությամբ։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Միասին